Իմաստություն Սողոմոնի գլուխ 9 և 10։ Ո՞ր մարդը կարող է իմանալ Աստծո խորհուրդները և կամ ով կարող է խելամուտ լինել, թե ինչ է կամենում Տերը, քանզի մահկանացուների մտածումները անստույգ են, իսկ մեր գիտելիքները անհաստատ։ Եղծանելի մարմինը ծանրացնում է հոգին, և հողեղեն այս հարկը բազմահոգ է դարձնում միտքը։ Ուստի մենք հազիվ ենք նկատում երկրային բաները և չարչարանքով ենք գտնում այն, ինչ ընկած է մեր ոտքերի մոտ։ Իսկ այն, ինչ գտնվում է երկնքում, ով կարող է քննել, և ով կարող է գիտենալ քո խորհուրդները, եթե դու իմաստություն չտաս և քո Սուրբ Հոգին չառաքես քո բարձունքներից։ Այսպես է, որ երկնայիններն ուղղեցին իրենց շավիղները, սովորեցին այն, ինչ հաճելի է քեզ և փրկվեցին քո իմաստությամբ։ Իմաստությունը հաստատուն պահեց աշխարհի նախաստեղծ Հորը, միայնակ Ստեղծյալին։ Նա փրկեց նրան իր հանցանքներից և զորություն տվեց նրան բոլորի վրա իշխելու։